Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա խոչընդոտում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը։ Այսինքն մենք փոխհատկացում չենք կարող անել։ Ես հիմա կարող եմ բարձրաձայնել, թե փոխհատկացումից հետո ոչ կառույցները պետք է այդ որոշումը քաղաքապետի գնա։ Ուրեմն գնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Երկրորդ գնում է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն։ Երրորդ գնում է կադաստրի կոմիտե։ Չորրորդ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրերի նախարարություն։ Հինգերորդ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Անհրաժեշտության դեպքում գնում է նորից 6-րդ էկոնոմիկայի նախարարություն։ 7-րդ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ 8-րդ Հայաստանի ներքին գործերի նախարարություն։ Տեսեք ինչքան հսկայական 10-րդ ճարտարապետների պալատ, 11-րդ առողջապահության նախարարություն։ Այսինքն սա տևում է 10 տարի հավանական է։ Այս ձևի երկիր են կառուցում։ Հիմա 150 հեկտար վարելահողեր քաղաքին պատկանող մինչև այսօր գումար չի մուծել։ Խաբար արեցին նախկիններին, թե այսքան հողեր կան, որ քաղաքում գումարները չեն մուծում եւ պայմանագրեր չեք կնքել։ Հետո մարդիկ կային, որ պայմանագիրը կնքել էին, ուրեմն մարդը իր վարձակալությամբ հսկայական գումարներ էր մուծում, մոտավորապես 30-50 հեկտարի վրա այգի տնկեց, 50,000 ծառ է տնկել, դատարան տվեցին, ձեռքից խլեցին նախկինները, այդ մարդուն ձեռքից խլեցին այդ հողերը, բայց ծառերը վրան տնկել են, այդ մարդը կարող է կնան ծառերը համադատին անեն, այդ մարդը ուրախ է, որ ասում է դարձրեք գյուղատնտեսական նշանակությամբ եւ համապատասխան պետական հասանելի գումարը դրեք, ես այդ գումարը մուծեմ քաղաքապետարանին, չեն անում, կանգնի չեն անում այդ մարդիկ, չեն արել։ Հիմա այ բարձրաձայնում են մեր ժողովրդին, տեսեք ժողովուրդ, ես որ ասում եի տեղերը գիտեմ, այ սա առաջիններից մեկն է, 150 հեկտար ջրովի վարելահողերի մասին է խոսքը, որ ջրվում է, եւ կարտոշկա կարող է ցանել, ամեն ինչ կարելի